Պարոն Թաթոյան, տեսեք, դուք խոսեցիք անդիմադիր ուժերի մյուսներին, այսպես ասենք, քննադատելու վատ պրակտիկայի մասին, ինչը ըստ էության ամրացնում է իշխանության դիրքերը, ձեր կարծիքով գլխավոր նպատակը որն է, ընդդիմադիրներն ուզում են չեզոքացնել ընդդիմությանը, թե այնուամենայնիվ բոլորի նպատակն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը կանխվի եւ արդյոք 19 առաջադրված ուժերից ձեր գնահատմամբ քանիսն են այս պահին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարացնելու այսպես ասենք մոտիվով մասնակցում ընտրություններին եւ միանգամից երկրորդ հարցն ինչ նորություն կա Աննա Վարդապետյանին ուղարկված ձեր հաղորդման հանցագործության ընթացքում Նախ ես ասեմ ձեզ, եթե իրական ընդդիմությունը, որը հայտարարում է, որ իրական ընդդիմություն է եւ գործում է, չէ, ինձ համար անհասկանալի է ոնց է այդ ընդդիմությունը հետո հայտարարություններ անում ընդդիմադիր մյուս ուժերի հետ կապված այս նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում ինձ համար կարևոր է հետեւյալն է, մենք որքան իրական ընդդիմադիր ուժ ունենք, ինչքան շատ անցնեն խորհրդարան, ինչքան հաջողություններ մենք ունենանք այդտեղ, ինձ համար լավ է, իմ օգուտն է եւ իմ երկրի համար է, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ մեր երկրում բոլորով միասին լուծում ունենք խնդիրը լուծել։ Հետո մի բան գիտեք, sense մի բան, այդ անտի Նիկոլ դիրքավորվելը, ես էլ եմ Հակա Նիկոլ, Հակա Նիկոլ որն է, այս իշխանության քաղաքականության, հիմա կարող անունը Նիկոլ չլիներ, անունը Պոլոս Մուկուչելն է, չգիտեմ։ Այդ մարդու հետ, այդ մարդու քաղաքականությունը, պահվածքը, բարքերը եւ այլն հայկական են, դրանք ադրբեջանական են եւ հետեւաբար դրանք մեր պետությանը նման ուժ պետք է նալու շուտ ազատվենք։ Հիմա այդ խնդիրը լուծելու համար ես էլ եմ դրանց դեմ տրամադրված, բայց ես նաեւ առաջարկում եմ այլընտրանք, ես լուծում եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ նաեւ, որ մենք մտածենք վաղնել օր կա, չէ՞։ Վաղնել ենք ընտրություններից հետո էլ է գնալու եւ հատուկ ուզում եմ ասել, ես այսքան ժամանակ համեստություն եմ արել, բայց հիմա հատուկ ուզում եմ ասել, բոլոր տեխնացուների մեջ բոլորին վերցրեք, ոչ մեկ չունի այն փորձը ու այն աշխատանքային փորձը, այն անցած ճանապարհը, որ ես ունեմ։ Ես աշխատել եմ պետական մարմիններում, ամենաբարձր, աշխատել եմ հասարակական կազմակերպություններում, միջազգային կառույցներում, Հայաստանից դուրս գրեթե բոլոր մայրցամաքներում ես աշխատել եմ։ Ես պատկերացնում եմ ինչպես են պետությունները ձախողում ու ոտքի ինչպես պետք է կանգնացնել ու այո չկա որևէ ծրագիր հələ մի հատ տեսեք ես բոլոր տեխնացուների մեջ հետեւալ առանց անձնական վիրավորանքների կոնկրետ փաստով ասում եմ մի հատ ցույց տվեք հələ ով է պետական գործ եղել ու ծրագիր առանց ձախողելու ծրագրեր իրականացրել կամ պետական գործի հետ ընդհանրապես կապ չեն ունեցել կամ աշխատել են պետական պաշտոնյա ամբողջությամբ ձախողել են ամեն ինչ ես մատս ինչին դրել եմ, միշտ այդպես է եղել, ինչին մատս կպել եմ, ամեն ինչը հաջողել եմ, թող մեկը գնա խոշորացույցով, գտնի մի հատ դեպք, որ ես արել եմ, ստանձնել եմ պատասխանատվություն ու ձախողել եմ, դրա համար հիմա ես մեր քաղաքացիներին խնդրում եմ ասում ժողովուրդ ջան, մենք առաջարկում ենք այլընտրանք, ես ուրիշ մարդ եմ, ես ուրիշ պատմության մասին եմ, ես այն պատմության մասին եմ, որ մեր ժողովուրդը պետք է առաջ գնա, զարգանա, այս նախկին ներկաներից, այս արտաքին ուժերի ազդեցության բնագավառներից, բևեռներից, այսի միջերից դուրս գանք, առաջ գնանք եւ միասնական լինենք, ինձ ոչ մի այլ բան չի հետաքրքրում, քան իմ քաղաքացու ապահովությունը, վստահությունը, երիտասարդի համար ապահով ապագա ունենալը, դրա համար եմ ասում, որ ընտրություն կա, այլընտրանքը կա, իրական ծրագրերը կան, սա հատուկ էս մասով, մյուսը այդ մեր ձայնագրությունների հետ կապված, այդ ձայնագրություններով չկա ոչ մի առաջընթաց, ես հատուկ հանցագործության մասին հաղորդման մեջ նշել էի պետքա հարցաքննվեն կամ ձերբակալվեն Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան ու այս վերջինն էլ այն հայտնի Մոխրոտիկի հեքիաթի նման գիշերը 12-ից հետո հույս ունեմ նրանք կկանչեն հարցաքննության, որտեղ նրա հետ շատ հետաքրքիր թարս բաներ կարող են կատարվել Արայիկ Հարությունյանի ոչ մի այսքան ժամանակ մի հատ հարցաքննության կանչել են հարց մի հատ ձերբակալման որոշում այդ մարդկանց վերաբերյալ կա այստեղ էլ այլընտրանքը գիտեք որն է որ այն ուսուցիչներն ու դասախոսները որոնց ճնշում են չէ ես հատուկ նշել եմ հանգարտ չփորձեք ճնշել ուսանողների այ որոնց ճնշում են իրանք կազմակերպում են սարքում են ամեն ինչ ում ճնշում են այդ զոհերին ովքեր ճնշման զոհեր են գնում նրանց էլ փորձում են ճնշել ես դրա համար այսպեսի մի կարևոր բան կա ուզում եմ մեր ուսուցիչներին բժիշկներին պետական համակարգի աշխատողներին բոլորին ասել ժողովուրդ ջան ձեր ցավը տանեմ
դուք չեք մենք չենք ամաչում այսպես վարչապետ ունենք։ Այ ժողովուրդ ջան, բա մեզ պատիվ բերում է։ Ես միշտ որ մարդկանց եմ հանդիպում, ովքեր այս իշխանությանն են փորձում, ասում եմ ժողովուրդ ջան, դուք չեք ուզում օրինակ ես լինեմ ձեր վարչապետը։ Վայ, ասում են, շատերն են ասում։ Ինչի, որովհետև ես պատկերացնում եմ այդ հարցերի լուծումը եւ մեր պետական համակարգին ես երաշխավորված ասում եմ, նրանք լինելու են պաշտպանված։ Մեր պետական համակարգը ինչի է անկայուն։ Ամեն մի քաղաքական գործիչ գալիս է Իրանը ջրելով, իր մարդկանց հեռացնելով, չգիտեմ, զբաղվում է Ինչի, որովհետև ամեն մեկ իր քաղաքական շահի մասին է մտածում։ Ես պաշտպանելու եմ պետական համակարգը նաև, պաշտպանելու եմ բոլորի նրանց ընտանիքները։ Ես գիտեմ, նրանց մեծ մասը համաձայն չի այն քաղաքականության հետ, որ այս իշխանությունը տանում է, բայց գիտեմ նաև ինչու են հրապարակային չեն ասում։ Բայց խնդրում եմ գնան ու ընտրեն, փոխենք, մի հատ տեսնենք ում ենք ուզում մեր ղեկավարներ, ում հետ մենք ապահով կզգանք, ում հետ մենք ճիշտ քայլեր կանենք, այս է կարևորը։ Պարոն Թաթոյան, եւ ԵԱՏՄ-ին անդրադառնալով Ռուսաստանը կարծես ըստ էության